Բարի օր, եթերում է Ազատություն ռադիոկայանը, ես Հեղինե Բունյատյանն եմ և այսուհետ ամեն օր այս ժամին ես և իմ գործընկերները կներկայացնենք լրահոսի ամենակարևոր ու քննարկվող թեմաներից մեկն ամենայն մանրամասնությամբ։ Այստեղ այս ստուդիայում կզրուցենք խնդիրը լուսաբանող ազատության լրագրողների, մասնագետների և պատմության կենտրոնում հայտնված մարդկանց հետ, որ պարզենք ինչ է եղել, ինչպես և ինչու։ Այնինչ անհնար է անտեսել ու նաև այնինչ գուցե մինչ օրս վրիպել է մեր ուշադրությունից։ Ամեն օր մեկ թեմա, ամեն օր մեկ պատմություն, որ փոխում է այսօրն ու վաղը։ Օրեր առաջ լրացավ վարչապետի Ավտոշարասյան մահացու վրա երթի 3-րդ տարելիցը, որի զոհ դարձան 28-ամյա Սոնա Մնացականյանն ու նրա դեռ չծնված երեխան։ Սոնան փողոցն անցել էր կանաչ լույսի տակ։ Վթարից հետո Ավտոշարասյան մեքենաներից որևէ մեկը կանգ չէր առել վիրավոր հղի կնոջը օգնություն ցույց տալու համար։ Մինչ այսօր այս դեպքով որևէ մեկ, այդ թվում մեքենայի վարորդը, պատասխանատվության չի ենթարկվել, նա ընդամենը 1 օր է անցկացրել ճաղերի ետևում։ Նույն այդ դեպքից մի քանի տարի առաջ, մինչդեռ վարչապետ Փաշինյանը իշխանության ձեռքբերումների շարքում նշել էր, իր ավտոշարասյունը կանգնում է կարմիր լույսի տակ։ Ինչ է փոխվել դեպքից հետո և ինչ ճանապարհով է գնում քննությունը, այս թեմայով եմ այսօր զրուցելու իմ գործընկեր Նարինե Ղալեչյանի հետ։ Նարինե, բարի օր։ 3 տարի առաջ Սոնա Մնացականյանի մահվանօրը կարծեմ առաջինը դու հաղորդեցիր վթարի մասին ու մինչև այսօր լուսաբանում ես այս թեման։ Նախ հիշում ես որտեղից իմացար դեպքի մասին։ Հա, իհարկե, Հեղինե, բարի օր։ Նախ լուրը առաջինը համացանցում տարածվեց, օգտատերերից մեկն էր գրել, մոտավորապես երեկոյան 6-ի կողմերն էր, որ Լեո Պարոնյան խաչմերուկում վարչապետին ուղեկցող շարասյունը վթարի է ենթարկել մի կնոջ։ Երբ փորձեցի պարզել դեպքի մանրամասները, ոստիկանությունից միայն ասացին, որ ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող մեքենան է եղել, բայց ոչ մի հստակեցում կամ հաստատում, որ դա Փաշինյանին ուղեկցող մեքենան էր։ Մինչև ոստիկանությունը լռում էր, վրաերթի այդ կադրերն արագորեն տարածվեցին համացանցում ու մամուլում, դրանք հավանաբար տեղանքում տեղադրված տեսախցիկներն էին եղել, դրանց ֆիքսած կադրերն էին եղել, մի խոսքով ժամեր անց, երբ արդեն բոլորն էին դեպքից խոսում, համացանց, մամուլ, տեսանյութներ տարածվել, քննչական կոմիտեն նոր հաղորդեց, որ այսպիսի դեպք է եղել, քրեական գործ է հարուցվել, մեքենայի ղեկին եղած Պայական Վաշտի հրամանատարը Արամ Նավասարդյանը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել եւ այլն։ Սոնան միանգամից էր մահացել։ Հնարավոր էր նրա կյանքը փրկել, եթե մեքենան կանգ առներ ու շտապ հիվանդանոց տեղափոխեր։ Երբ ես հիվանդանոց զանգահարեցի, որպեսզի հասկանամ, թե ինչպես է, ինչ վիճակում է տեղափոխվել Սոնա Մնացականյանը, հիվանդանոցի փոխտնօրենն ասաց, որ 28-ամյա հղիկին իրենց մոտ է տեղափոխվել արդեն սրտի կանգով, այսինքն արդեն մահացած, բայց հարազատները շարունակում են պնդել, որ եթե ժամանակին կանգներ շարասյունը, ժամանակին բուժօգնություն տրամադրվեր, հնարավոր կլիներ աղջկա կյանքը փրկել։ Փաստեր կան, չէ՞։ Հարվածի պահին եղել է 186 կիլոմետր։ Եվ եթե նա չգերազանցեր, հնարավոր է աղջիկը ողջ մնա։ Կամ թորնիկը, սապագա ծնվելիք թորնիկը ողջ մնա։ Կեսարյան հատում անեն, միգուցե երեխան կենթանի փրկվեր, դուրս գար, գոնե երեխան մնա։ Շատ հնարավոր է, որ այդ հապաղելու ընթացքում երեխայի սիրտը կանգներ։ Զուտ մարդկային առումով վերջրած նա պարտավոր է կանգնել ու տեսնել այնտեղ ինչ է կատարվել։ Այսինքն ծնողները պնդում են, որ արագությունը գերազանցվել է եւ մի բան էլ ավելին, ոստիկանությունը, որ պարտավոր է քաղաքացիների անվտանգությունը ապահովել, վթարի է ենթարկել երիտասարդ կնոջը Շարասյան մեջ գտնվող վարչապետի ներկայությամբ ու կանգ չի առել վիրավորին օգնություն ցույց տալու համար։ Ինչով են սա հիմնավորում։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը դեպքի օրը Facebook-ում գրել էր, որ ոստիկանները չեն կանգնել եւ օգնություն չեն ցուցաբերել Սոնա Մնացականյանին, քանի որ ըստ աշխատանքի միջազգայինորեն ընդունված կանոնակարգի երկրների ղեկավարների շարասյունն ուղեկցող այս դեպքում ճվոն, հա, այդ մեքենաներն իրավունք չունեն չնախատեսված տեղում կանգ առնելու։ Վարորդ Արամ Նավասարդյանի փաստաբան Ռուբեն Բալոյանն էլ էր հայտարարում դա։ Այստեղ անվտանգության խնդիրներ կա, էլի։ Ի վերջո դուք միշտ մոռանում եք, ես չգիտեմ ինչ նպատակներով, որ Արամ Նավասարդյանը երկրի ղեկավարին է ուղեկցել։
Բայց այստեղ հետաքննող լրագրողներն ու Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբանը Ռաֆի Ասլանյանը հակադարձում են, ասում են, օրինակ ըստ Ասլանյանի Շարասյան կանգնել չկանգնելու հարցը ոչ մի օրենքով չի կարգավորվում, բայց հիշեցնում է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին օրենքի 25-րդ հոդվածը պարտադրում է, որ վրաերթի ենթարկող վարորդը անմիջապես կանգնի, բուժօգնություն ցույց տա ու եթե շտապօգնություն չի հասցնում կանչել, ապա առաջին իսկ պատահած մեքենայով տեղափոխի հիվանդանոց տուժածին, այսինքն օրենքն ավելի գերակա է, քան ենթաունեցդրական ակտերը։ ՖԻՊԷ-ի լրագրող Նարեկ Մարտիրոսյանը հենց սա էր ասում։ Մենք մի դեպք էինք գտել Պորոշենկոն էր, երբ քաղաքացիներից մեկին պատահաբար հարվածում է ու էլի նմանատիպ իրավիճակ էր, ինքը կանգնում է, իսկ մնացածը Շարասյունը շարունակում են ճանապարհը։ Իսկ վկաներ կային, նրանք ինչ էին պատմում։ Կադրերում երևում է, որ բազմաթիվ մարդիկ են հավաքվում Սոնա Մնացականյանին գետնին ընկած կնոջը օգնելու համար։ Սոնայի հայրն ասում է, որ ի զարմանս իրեն դեպքից հետո, երբ հուղարկավորությունից հետո, երբ ինքը գնում է տարածք, փորձում է խոսել խանութի աշխատակիցների հետ, մարդիկ, որոնք այդ օրը կադրերում երևացել են, բոլորն ասել են, ոչինչ չենք տեսել, չգիտենք եւ այլն։ Այդ հարցականները մինչեւ հիմա իր մոտ կա, թե ինչու բոլոր ականատեսները հերթով չեկան դատարան։ Մեր լրագրողներին, բայց այդ օրը հաջողվել էր չէ խոսել ականատեսներից մեկի հետ։ Հիստերիկ գորգռոցներով, համարյա մեքենային բախելով, փորձում էին ուրեմն ստիպել, որպեսզի գնա ինչ-որ միտեղ կանգնի, ճանապարհը բացի։ Սամվել Մարտիրոսյանը հենց դեպքի վայրում չի եղել որպես ականատես, բայց ինքն ասում է, ինքը տեսել է, թե ինչպես է հենց այդ օրը, հենց այդ նույն Շարասյունը այդպես շատ արագընթաց սլացել եւ ինքը ասում էր, որ տաղմուկ աղաղակը մարդուն սովորական հանգիստ քայլող մարդուն կարող էր խուճապի մատնել։ Այդ ամեն ինչը արվում էր ինչ-որ անմարդկային ձայներով։ Իդեպ մինչև հիմա էլ մարդիկ շարունակում են պնդել, համացանցում գրառումներ են անում, որ վարչապետին ուղեկցող Շարասյունը մինչև հիմա էլ նույն ձևով է ընթանում, շատ արագ, եւ որ այդ ուղեկցող մեքենաներից հնչող զգուշացումները ավելի շատ տագնապ են առաջացնում մարդկանց մոտ։ Առաջի թեքվելու հատվածի վրա ին վրա ոստիկանության ճանապարհային տեսչության մեքենան անտիպակացով մեծ արագության վրա սկսեց գալ, գոռալով կանգնի, ու իրանից հետո եկավ երկրորդ մեքենան, որը այս մեկին հակառակ ասում էր, որ այստեղ կայանել չի կարելի, երկու մեքենաներն էլ, ինչպես նաև իրանից հետո եկող վարչապետի Շարասյունը ոչ մի ձայնային ազդանշան չունեին։ Իսկ ինչ է ասում փորձաքննությունը։ Ինչ արագությամբ է ընթացել մեքենան եւ արդյոք կար գերազանցում։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ վարորդ Արամ Նավասարդյանը գերազանցել է արագությունը, առավելագույնը 100-ի փոխարեն 107 է եղել արագությունը։ Վարորդի փաստաբանը Բալոյանը նոր փորձաքննություն էր պահանջում։ Ես կարծում եմ, որ դա թերի եզրակացում, լիարժեք չի քննարկվել բոլոր այն հարցերը, որը պետք է քննարկվեն։ Դժոխը չի ենթարկվել, բարի բուն իմաստով եմ ասում։ Փորձաքննության տվյալներ կա, որ արագությունը գերազանցվել է։ Ինչքան 7 կիլոմետր, դա իրական չի զգործի համար։ Սոնա Մնացականյանի հարազատներն ու Ռաֆի Ասլանյանն ասում է ամեն ինչ ավելի քան ակնհայտ է, այո, արագությունը գերազանցված է եւ այս միջնորդությունները անընդհատ նոր փորձաքննություն պահանջել եւ այլն ձգձգում են դատական նիստերը։ Քանի որ կան նաև քրեական պատասխանատվության վաղեմության ժամկետներ, շույն պարագայում արդեն միջին ծանրության հանցանքի դեպքում 5 տարի է, 3 տարին արդեն անցել է։ Այսինքն ըստ փորձաքննության եղել է արագության գերազանցում։ Կա զոհ եւ դեպքի օրը երեկոյան հենց վարորդը ձերբակալվեց, բայց այսօր 3 տարի անց նա ազատության մեջ է, ավելին շարունակում է ծառայությունը։ Այս ընթացքում այդ ինչ փոխվեց, որ վրաերթ կատարած ոստիկանին որոշեցին ազատ արձակել։ Իր նկատմամբ Արամ Նավասարդյանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը հենց սկզբից, նա ընդամենը 1 օր է անցկացրել անազատության մեջ։ Վարորդի փաստաբան Ռուբեն Բալոյանն ասում է, որ իր պաշտպանյալին մեղադրանք չի առաջադրվել, որովհետև նա դեպքի վայրը չի լքել եւ այդ հոդվածը չի տարածվում իր վրա։ Բայց քանի որ հետո էր վերադարձել։ Այո, քանի որ վերջինս միջադեպից ըստ փաստաբանի, որը ժամանակ անց վերադարձել է այնտեղ ու անգամ քննչական գործողություններին մասնակցել, բայց Սոնա Մնացականյանի փաստաբան Ռաֆի Ասլանյանն էլ հակառակն է պնդում, որ ոչ նա լքել է եւ անգամ եթե վերադարձել է, դա արդեն բավականին ուշ է եղել։ Ճիշտ ասած չեմ հասկանում։ Էլ ինչ պետք է լիներ, որ վրայեթի ենթարկված կինը մահանար, աղի կինը, եւ վարորդը չկալանավորեր միջև
նույն դատարանի քննությունը հասնելը։ Չեմ հասկանում, տարբերություն կա, թե վարորդը վարչապետին ուղեկցող ավտոշահեսունից է, թե գազելի վարորդը։ Մեղքը տարբեր է լինում։ Եթե լիներ իրենց հարազատ իհարկե այժմ ճշնամուն չեն ցանկանում։ Դրանք ո՞նց կընկալ էին, էլի։ Այդ ուր էր շտապում վարչապետը։ Թե ինչ-որ մեկից է փախչում։ Չի բացառվում, որ բարձրագույն ղեկավարությունից ցուցում է տրվել, որ վարորդը չկալանավորվի։ Այսինքն այս ողջ դատաքննության ընթացքում Արամ Նավասարդյանը, ով բարձրաստիճան ոստիկան է, վարչապետի Ավտոշարասյանն է ուղեկցում, մնացել է ազատության եւ ծառայության մեջ։ Չկա կասկած, որ նա կարող է ազդել օրինակ գործով անցնող վկաների վրա։ Այդ կասկածը բնականաբար դժոխ կողմն ունի։ Մենք 3 տարի արդեն լուսաբանում ենք այս նիստը, 3 տարի շարունակ փաստաբանը դա է ասում, Սոնա Մնացականյանի ընտանիքի փաստաբանը, նա նաև ասում է, որ ոչ միայն նա ազատության մեջ է, այլև շարունակում է նույն պաշտոնին մնալ ու հենց դատարանում է հարցնում Սոնա Մնացականյանի փաստաբանը, այդ դեպքում ասում է բացատրեք ինձ ինչպես եղավ, որ Ավտոշարասյան մեքենաների միջև տեղի ունեցող ձայնագրությունը հանկարծ ոստիկանությունից ասում են, որ չի ձայնագրվել, որովհետև տեխնիկական խոտան է եղել։ Կասկածներ ունի, որ գուցե Արամ Նավասարդյանի միջամտությունն է այդտեղ եղել։ Իդեպ օրենքը կառավարության ասում է, որ եւ ձայնագրությունները պետք է պահպանվեն եւ դրանց սղագրությունները։ Այս դեպքում երկուսն էլ չկան եւ ոստիկանության բացատրությունը, որ տեխնիկական խոտան է եղել եւ այլն, Ռաֆի Ասլանյանն ասում է, որ սա ակնհայտորեն ոչնչացված ապացույցներ են, որոնք գործով շատ էական հարցերի պատասխաններ էին տալու։ Օրինակ ինչ կարող էին տալ այդ ձայնագրությունները։ Տեսեք, հիմա դատարանում մինչև այս պահը քննվում է վարորդ Արամ Նավասարդյանի գործը։ Գերազանցել է թե չի գերազանցել արագությունը, ժամանակին է շտապօգնություն կանչել, թե ոչ։ Ռաֆի Ասլանյանը Մնացականյանի ընտանիքի փաստաբանը ու ընտանիքը պնդում են, որ մեղադրյալի աթոռին պետք է նստեն նաև Շարասյան ղեկավար կազմը, որովհետև Շարասյան ղեկավար կազմի միջև է այդ խոսակցությունները եղել։ Այսինքն այդ ընթացքում ինչեւ վթարը, ով ինչա խոսացել վարորդի հետ, ինչ հրահանգ են տվել, կարգավորող միլիցիոները այդ հրահանգը երբ ստացել, իրանք շիչակները երբ են միացրել, այդ ամեն ինչը հարցեր էր, որ պետք է բոլորը շատ պատշաճ կերպով փաստաթղթավորված հանձնվել գործով արող քննիչին, սակայն քննիչի մոտ ոչ մի նմանատիպ բան չի հայտնվել։ Ռաֆի Ասլանյանը պահանջում էր, որ ղեկավար կազմը գա եւ քանի որ չկա այս ձայնագրությունները, ապա դատարանում բացատրեն այս ամեն ինչը ոնց է եղել, ով ում ինչ հրահանգ է տվել, բայց դատախազությունը շարունակ ասում է, որ այս բողոքում հիմք չկա, ղեկավար կազմը որևէ առնչություն չունի ու մեղք չունի այս գործում։ Դատարանում հիշեցնում եմ միայն մեկ գործ է քննվում այս պահին, դա վարորդին վերաբերող հարցերն են։ Հիմա դեպքից 3 տարի անց կոնկրետ ուր է հասել դատաքննությունը։ Դատաքննությունն այս պահին համարվում է, որ մոտենում է վերջին, այսինքն գործը գտնվում է ավարտական փուլում։ Ռաֆի Ասլանյանն էլ անընդհատ դժգոհում է, թե ինչպես է ստացվում, որ 1 տարի շարունակ այս ավարտական փուլը չի ավարտվում։ 2-3 ամիսը մեկ են նիստերը նշանակվում, նշանակված նիստերից մի քանիսը հաճախ տարբեր պատճառներով չի իրականացվում։ Այ առաջիկա 20 օրում միանգամից 3 նիստ է նշանակվել, բայց այսպես էլի է եղել։ Միանգամից 3 նիստ է նշանակվել, բայց այդ 3-ից մեկն է կայացել։ Իդեպ 2007-ին վաղեմության ժամկետն այս գործի անցնում է, այսինքն 2 տարի մնաց ընդամենը։ Ռաֆի Ասլանյանն ու Սոնա Մնացականյանի ընտանիքը համոզմունք ունեն, որ դիտավորյալ է ձգձգվում գործի քննությունը, դատական նիստերը դիտավորյալ են երկար ու շուշ նշանակվում, որ վաղեմության ժամկետը անցնի։ Ձգձգել մինչև 5 տարին լրանա, վաղեմության ժամկետը լրանա, ամեն ինչ դրում է դրան։ Վերջը չի երում առաջի ատյանը, բայց երկու ատյաններ։ Արդեն ապացուցված, ամեն ինչը ապացուցված ձգձգվում է։ Բայց այստեղ մի բան է հայտնի, որ երկու կողմն էլ դժգոհ են դատական նիստից, երկու կողմն էլ դժգոհ են նախաքննական մարմնի աշխատանքից։ Այս գործի գլխավոր սխալը գալիս է գործը հսկող դատախազից։ Սրա միակ մեղավորը, որ այսօր դատականությունը ձգձգվում է, դա այս գործը հսկող Եղադրող դատախազն է։ Վերջերս խորհրդանում ընդդիմադիր падգամավորները նաև հենց Նիկոլ Փաշինյանին էին դիմել, ասել էին ինչու է երկար ձգվում այս դատական նիստերը։ Փաշինյանն էլ ասում էր, դե մեկ ասում եք մի միջամտեք գործերին, հետո ասում եք միջամտում եք գործերին։ Դուք ունեք հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել գործին, կամ տուժող կողմը ունի հիմք, որ ես որևէ միջամտություն եմ արել գործին։
Ես ասում եմ բացառված է։ Իդեպ Սոնա Մնացականյանի հայրը դեպքից անմիջապես հետո մեզ ասաց, որ իր հետ կապվել է Նիկոլ Փաշինյանը եւ Մնացականյանի հայրը հույս ուներ, որ այդ խոսակցությունից հետո իսկապես դատական նիստերը կընթանան արագ, անաչառ կլինի գործը, բայց մեզ հետ զրույցում ասաց, որ ցավոք ինքը դեռ հակառակն է տեսնում եւ կասկածներ ունեն, որ այստեղ անուղակի ճնշումներ կա գործի վրա ու դրա համար են վախենում, որ ամեն ինչ տարվում է, որ գործը կկարճվի, վաղեմիության ժամկետը կլրանա ու այդպես էլ որևէ մեկը մեղադրելի աթոռին չի նստի։ Առաջիկա նիստն էլ իդեպ մայիսի 26-ին է նշանակված։ Ինչ է նշանակում մեկի անտակցությունը պահպանել, մյուսի կյանքի հաշվին։ Ես նաև հիշում եմ, որ դեպքից անմիջապես հետո ժամեր անց մի շարք իշխանամերձ լրատվամիջոցներ տեսանյութ տարածեցին ու պնդեցին, որ Սոնան է հակառակվել կարգավորողի հրահանգներին, որ Շահրասյան կողմից ամեն ինչ եղել է ճիշտ։ Մինչ օրս դատարանում քննվել է, որտեղից էր այդ տեսագրությունը եւ ինչպես էր հայտնվել լրատվամիջոցների ձեռքում։ Դատարանում դա ընդհանրապես քննարկման առարկա չի եղել, այսօր էլ ճշտեցի փաստաբանից եւ քանի որ տեսանյութում ձայն չկա, Մնացականյանի ընտանիքն ասում է իրենց համար անհասկանալի է, օրինակ տեսուչին ինչ է ասել կամ այդ պահին Սոնա Մնացականյանն ինչ է ասել։ Նրանք շարունակ պնդում են, որ անկախ նրանից թե ինչ է երևում այդտեղ, միևնույնն է խաչմերուկը պիտի պատշաճ փակ լիներ, որ Սոնա Մնացականյանը անգամ չկարողանար հասնել այդտեղ։ Իդեպ մի այլ տեսանյութ էլ կա հրապարակված, որը որքանով ես եմ տեղյակ գործի նյութերում չկա կցված, որտեղ ակնհայտորեն երևում է, որ հարվածից Սոնա Մնացականյանն ընկնում է գետնին ու անմիջապես առաջին մեքենայից հետո հաշվել եմ 8 մեքենա Շարասյան անցնում է Մնացականյանի կողքով։ Հարազատներն էլ փաստաբանն էլ հենց դա են ասում, բա այդ 8 մեքենայից որևէ մեկը չտեսավ, որ կին է ընկած գետնին, մարդ է ընկած գետնին, կանգնեն ու բուժօգնություն տրամադրեն կամ շտապօգնություն զանգահարեն։ Զուտ մարդկային առումով վերջած նա պարտավոր էր կանգնելու թեկուզ եւ իրեն աշխատանքից հեռացնելու վտանգի տակ։ Պարտավոր էր հանրապետության վարչապետը կանգնել ու տեսնել այնտեղ ինչ է կատարվել։ Դա ինձ թվում է ընդհանրապես ոչ մի մեկնաբանության կարիք չի ակնկալում, ինձ թվում է։ Իսկ նույն Շարասյան կարգավորման նորմատիվ ակտերում, կարգավորումներում ինչ-որ բան փոխվել է, սա այլ կերպ ասած ինչ-որ մեկի համար դաս դարձել է։ Այնքանով որքանով ես եմ հետևում եւ անընդհատ խոսում եմ փաստաբանների հետ, ոչ մի փոփոխություն չի եղել։ Դեռ մարդիկ շարունակում են ականատեսներ բողոքել, Facebook-ում ստատուսներ գրել, որ նույն տեմպով Շարասյունն ընթանում է։ Վարորդները հաճախ խուճապի են մատնվում, հաճախ չեն հասկանում ինչ պահանջ է հնչում, կամ միանգամից ասում են աճ քաշել, ձախ քաշել եւ հանգիստ ընթացող վարորդի համար դա խուճապային է լինում։ Իսկ ինչպես է ապրում Սոնայի ընտանիքը, վիճակում են իրենք հիմա։ Նախորդ շաբաթ լրացավ Սոնա Մնացականյանի մահվան 3-րդ տարին, ես փորձեցի համոզել, խնդրել, որ Սոնա Մնացականյանի հայրը տեսախցիկի առջև խոսի, պատմի իր դստեր արած կիսատ մնացած գործերի մասին, բայց հայրը մասնագիտությամբ բժիշկ իդեպ ասում է, որ ինքը ուղղակի վիճակի չի այս դեպքի մասին խոսել, վերջերս սրտի լուրջ խնդիր է ունեցել, տենդ է տեղադրվել։ Սոնա Մնացականյանի հորեղբայրը, որ բոլոր նիստերին ներկա է Սոնա Մնացականյանի հոր հետ, դատական նիստերից մեկի ընթացքում սրտամկանի ինֆարկտ է ստացել։ Ես ընկերների հետ եմ զրուցել այս ընթացքում, նրանք ասում են, որ Համբուրգում է կրթություն ստացել Սոնան, իր դանիացի ընկերոջ հետ իդեպ Հայաստանում հիմնադրել է Զևիթ կազմակերպությունը, սա IT ծառայություններ է մատուցում քամուց մաքուր էներգիա արտադրող ու քամու տուրբիններ սպասարկող արտասահմանյան ընկերություններին։ Սոնան իդեպ նաև բարեգործությամբ էր զբաղվում, ղեկավարում էր Թուֆենկյան հիմնադրամի կողմից Արցախում կառուցվող Թևեր տեղեկատվական տեխնոլոգիական կենտրոնը, աջակցենք մեր հերոսներին կազմակերպություններ հիմնադրել։ Իդեպ Սոնայի ողբերգական մահից հետո նրա ամուսինը, քույրն ու ընկերները Սոնա Մնացականյանի անվան կրթաթոշակ են տրամադրել 10 կանանց։ Կրթաթոշակները տրամադրելու համար իդեպ դրամահավաք էր կազմակերպվել։ Եթե չլիներ այս ողբերգական պատահարը, ապա 28-ամյա Սոնա Մնացականյանն ընդամենը 2 ամիս անց դստրիկի մայրիկ էր դառնալու։
Շնորհակալություն Նարինե, դուք լսում եք Ազատության հերթական թողարկումը, հաղորդումը վարեց Հեղինե Բունյաթյանը, կհանդիպենք վաղը նույն ժամին մեկ այլ թեմայի մանրամասները քննարկելու։